Հայտնություն Հովաննու 20-րդ գլխուն 11-15-րդ համարները։ Աննհոր եւ որդվո եւ օգվին Սրբ ամեն։ Ամեն։ Մեծ ջերմակ աթոր մը տեսա, որուն վրա մեկը նստած էր։ Անոր երեսեն երկիրը ու երկինք փախան եւ դերմը չգտնվեցան անոնց։ Դեսա բզդիկ ու մեծ մերելներ, որոնք Աստծո առջև գայնած էին, քրքերը բացվեցան եւ ուրիշ քիրք մնալ բացվեցավ, այսինքն յանքի քիրքը։ Եվ քրքերու մեջ գրված մերելները թադվեցան, իրենց գործերուն համեմատ։ Եվ ծովը իր մեջի մերելները դվավ, ու մահը եւ թժողքը իրենց մեջի մերելները դվին։ Ամեն մեկը իր գործերուն համեմատ թադվեցան։ Եվ մահը եւ թժողքը գրագի լճի մեջ ցկվեցան։ Ասիգա է երկրորդ մահը։ Եվ ով որ յանքի քրքի մեջ չգտնվեցավ, քրված չգտնվեցավ, գրագի լճի մեջ ցկվեցան։ Ամեն։ Տեր օրհնեցես։ Ամեն։ Շնորհակալ ենք որ դերոջերտ մեն ընթերցված դերինարությունով որ գարտած այդ մեկը պատկամի մեջ բիդլա եւ վերջապանալ բիդլա իսկ հիմա պիտի գարտամ առաջին Դիմեթրիոս 4-րդ գլուխ առաջին համար Գվգայեմ Աստծո առջև եւ Հիսուս Քրիստոսի որ պիտի թադե գենտանիները ու մերելները իր հայտնվելուն ու թակավորության ադյանը թակավորության ադենը Հայր քեզ մեկը խնդրեմ որ տուն լուսապանես այս խորհուրդները մեզի եւ անոր ճշմարտությունը մեր սրդերում մեջ տեղավորես Մենք ուզենք իսկապես քեզ բաշխել, քեզ սիրել, քեզ երգրվակել ու հնազանդել քեզի Հիսուսի անունով ամեն Արաքյալը գարցանակրի եւ գսե Բիդի թադե գենտանիները, մերելները եւ հայտնվելուն ու թակավորության ադենը Ինչ կնշանակե թադել եւ ինչ կնշանակե թադվի Ես անգամ նաշարժով քիչ մը արագ քշածեի ուրեմն ոստիգանը զիսկեցուց ոստիգանին կանգադեցա ասելով որ ինքը սխալ տեսավ եւ 10 աշճան իջեցուց արագությունս բայց ինքը շիդագերեսի օրներու համի դեղետ քիշերվա արդվա ժամը 4-ին չեմ գիտեր որս ինչու համար եդևես եկար եւ որ ֆրիվեին վրա ասիվո է մեկը չի գայնց մեև քեզ մեզատ Տադարանքասինք Տադավորս ավանցավորս այնպես որ արակ ես սի այոտ ուրանր արկիլված էր ես արակ քշեցի ուրեմն բադիժս գրեցի Ես թադվեցա իմ արակությանս պատճառով եւ ոչ թե ոստիգանին հունելալուն պատճառով Ոստիգանը հոն երգամ չեր ես իմ օրենքից հագարակ կքշեի Թեև արդվա ժամերուն ժամը 3-4-ին որ հայվեի վրա ջամփու վրա ոյ մեկը չգար շուների չգային բայց օրենք է եսավ ադոնամար արցանակրեց որբես ես թադվին իմ արացանցանքիս համար Խոսքս է Հիսուս բիդի տադե գենտանիները ու մերելները իր հայտնվելուն ու թակավորության ադենը Աստված բիդի տադե ոչ թե միայն ողջեր այս աշխարհի վրա Ալ Աստված այդ քերեսմանին մեջ եղոներեն հարություն առնել բիդա հավատացյալները եւ հարություն առնել բիդա անհավատ մերելներն որբեսի բոլորը մեկ տադե ամեն մեկը իրենց ռազ գործին համեմատ բիդի տադվի Ասիգա դերոջը մեկ հրահանգն է Երկրորդ տեղը պիտի գարտամ ժողովողի 13-րդ գլուխ 13-ան 14 համարները Ժողովողի 13-րդ գլուխ 13 եւ 14 համարները Այս բոլոր խոսքին բաղճանը լսենք Աստուծմե վախցիր ու անոր բադվիրանքները բահե
Վասնսի մարդուս բոլոր բարդականությունը ասիգա է։ Բարդականության մասին գխոսի Աստված, որբեսի ինձի թադավարության մեջ չառնի։ Ուրեմն երբ որ պիտի չի թադաբարդվիմ, կնշանակե որ գրված է, որ պետք է իր պատվիրանքները պահեմ, որբեսի չթադաբարդվիմ։ Եվ անիկա իմ մեկ բարդականությունս է այս աշխարհի վրա իրեն հողամասին վրա քալած ադենս։ Քանզի Աստված ամեն գործ ինչ խոսի, քանզի Աստված ամեն գործ ամեն զազուկ բաներու հետ աշխարհի վրա եղած քու ամեն ըրած գործը աշխարհի վրա քու ըրած ամեն զազուկ բաները որ երկու հոգիով վրիր, երեք հոգիով վրիր, համացանությունով վրիր, մի քանի հոգիներով, անոնք ծածուկ բաներ էին, ուրիշ մարդիկ պետք չէ գիտնային, անոնք բոլորը Աստծո առջև արեքագի լույսի պես են որ ըրած ես։ Անոնք բոլորը քո առջևդ կրնացնել, ինչպես որ տուն կոմպյուտերին առջև երկարանին երկին բարերը կրնացնել, անիկա բոլոր բացմությունը կրնա բոլոր անչրբետին վրա ցույց տալ եւ քեզի ամոթով ցկել ինչ որ տուն զազուկ իրեն հագարակ եւ ինչ որ մեղ կորձեցիր, ինչ կորձ որ կորձեցիր։ Եվ նայեցեք ինչ կսե, թե բարին, եթե բարի ռազես, բարին ալբիդի դեսնես։ Եվ թե չարը Տադաստանի պիտի բերե։ Թե բարին եւ թե չարը Տադաստանի պիտի բերե։ Ով է այս? Աստված։ Ով է Աստված? Ես ստեղծողն է։ Քեզ ստեղծողն է։ Երրորդ համարին գարտացված դեղը, որ գարտացվեցավ հայտնություն Հովաննու 20:11-15 Եվ նայեցեք այս Տադաստանը ինչպես գոյություն պիտի ունենա եւ Աստված ինչպես պիտի ներկայանա տադելու համար։ Մեծ ջերմակ աթոռ մտեսա դսե Հովաննես, որոն վրա մեկը նստած էր։ Անոր երեսեն երգիրը ու երգինքը փախան ու դեղ չգտնվեցավ անոնց։ Փախուստ մգա, վախի պատճառավ, Տադաստանի օրեն փախուստ մգա, բայց մինչև ուր կրնա փախի։ Աստծո աչքեն փանչի սևերիր եւ ամեն բան կտեսնան։ Ուրա լլաս անի բիդեսնե որտեղ իրեն հողամասին վրանես։ Ինքնատիրով գտրիս կդեսնե քեզի, ջամփան գքալես կդեսնե քեզի, քիշերը կկնած անգոնի մեջ կդեսնե քեզի։ Անիգա աչքերը ոչ արևուն պետք ունին, ոչ լույսին պետք ունին, անիգա լույսի մեջ Աստված մնե։ Ջերմակ աթոռի վրա նստած է։ Անոր երեսեն երգիր ու երգին փախան, անոր սրբությանը արչև ո մեկը չիմանար։ Եվ գսեվերջը դեսաբզդիկ ու մեծ մերելներ, որոնք Աստծո առջև գայնած էին։ Մերելներուն հարություն առնել դվավ եւ իրեն աթոռն առջև գայնեցուց միլիարդներով ոչ թե 10 հոգի 20 հոգի միլիարդներով մերելներ իրեն աթոռին վրա առջև գայնեցուց կրնաս երևակայել ասսկա մեծությունը տուն կրնաս չափել երկինքի գաբույդը արևելքեն արևմուտ որ չափ հերու են իրար մե չես կրնա Terasiga մեր դեսածն է։ Այսօր հագարակում մնալ գաս չափ մեծ։ Եվ չեն գիտեր որ չափ մեծ է, մեր Աստվածը մեծ է։ Աստծո առջև գայնած էին եւ քիրքերը բացվեցան եւ ուրիշ քիրք մնալ բացվեցավ, այսինքն ցանկի քիրքը եւ քիրքերում մեջ կրված մերելներուն դատվեցան իրենց գործերուն համեմատ։ Քիրքը բացվեցավ։ Արդյոք այս քիրքերը քանի էջ են։ Մեր երևակայությունով անշուշտ սուբքիրքեն ավելի լայն մեծ քիրքեր պետք է լան։ Անոր մեծությունը չենք գիտեր, անոր քիրերուն մեծությունը չենք գիտեր, միան գիտենք թե քիրքերը բացվեցան, երկնքի մեջ բացվեցան եւ ոչ թե թադավորին սեղանին արչեւը։ Ինքնաշարժ արակ քշելու համար տիկետ կերածես։ Այս քիրքերը միլիոնավոր մարդոց, միլիարդավոր մարդոց Տադաստանին համար բացվեցան։ Արտնցիր սիրելի բարեկամ, արտնցիր Սարգիս,
Երևակայե բահմային ասվածը որ գվաշտես, թե ով է ան։ Եվ ով գուզե անգուզե քեզի հետ բարեկամը լալ անգուզե քեզի հետ քալել այս աշխարհի վրա որովհետեւ դու ներկայացնես զինքը գարժե թե չարժեր, դու մտածե եւ որոշեք ու գանքիդ մեջ։ Այսինքն յանքի քիրկը եւ քիրկորը մեջ քրված մերելները դատվեցան իրենց կորձերուն համեմատ։ Եվ միան ոչ թե հողի վրա մեռնողները եւ կետնի վրա մեռնողները կանչված են, եւ ծովը իր մեջի մերելներն ալդվավ, ու մահը եւ դժոխքը իրենց մեջի մերելները դվին։ Այսինքն անոնք որոնք անհավատ էին եւ մեռան, անոնք ալ ողջնցուց Աստված։ Ծովի մեջի մերելները թուն գրնաս երևակայել, այդ ծովի մեջի մերելներ ինչպես պիտի ելեն եւ ողջ պիտի ելեն։ Տուն եւ ես բամը չենք հասկացնար։ Մենք գիտենք, որ Հիսուս Ղազարոս ելիրը, սավ Ղազարոսը քերեզմանեն մեռած էր 4 օրվա, ելավ քալեց եւ դուրս ելավ։ Աստված աբացուսանեց, որ ինքը մահվան վրան ալ իշխանություն ունի։ Եվ ամեն մեկը 10-րդ ամառ իր կորձերուն համեմատ դատվեցան։ Ով է դատողը։ Մեր Աստվածն է։ Մեզ սիրողն է։ Մեր պաշտպանն է, մեր փրկիչն է, մեր արարիչն է, մեր ամենակալն է։ Եվ մահը ու դժոխքը գրագի մեջ եւ մահը ու դժոխքը գրագի լիժին մեջ ցկվեցան, այս է երկրորդ մահը, եւ ով որ յանքի կրկի մեջ գրված չգտնվեցավ, գրագի լիժին մեջ ցկվեցավ։ Վերջապանի սադեն քիչ մի դխոսի մատ մասին։ Նաև պիտի գարտամ առաջին Պետրոսի 4-րդ գլխուն 4-5 համարները։ Առաջին Պետրոսի 4-րդ գլուխ 4-5 համարները։ Ու գզարմանան, որ դուք նույն անարագության մեջ անոնց հետ չեք վազեր ու հայություն չգներ, որոնք պատասխան պիտի տան անոր ու պատրաստ է թադել գենտանիները ու մերելները։ Արաքյանն ալ գխոսի թադվելու եւ մերելներուն եւ ողջ մնացածներուն մասին 5-րդ համարը։ Պատասխան պիտի տան անոր, որ պատրաստ է թադել գենտանիներուն ու մերելները։ Նայենք ինչ պիտի պատասխանեն, երբ որ Աստվածը սկսի տադել։ Երբ որ իրենք պիտի գրնան տեսնել իրենց արածը, չեմ գիտեր ինչպես, բայց երկնքի անչրբեդի մեջ պիտի գրնան տեսնել իրենց արածը, եթե Աստված, եթե չհնազանդին եւ եթե սուտ խոսին։ 5-րդ հատվածը պիտի լա Զննտոց 6-րդ գլուխ 6-րդ ամառ նայեցեք հոս բադիժմը հարված մգերան մեր աստուծմեն որ արդար է Զննտոց 6-րդ գլուխ 6-րդ ամառ Դերը երկրի վրա մարդ ստեղծելուն զղջաց ու իր սրտին մեջ դրդմեցավ։ Ինչպես կրնանք վերլուծել դրդմեցավ, Աստված դրդմեցավ։ Աստված ինչու դրդմեցավ։ Աստվածը սավ ես սեզի երգիր մը դվի, ամեն դեսակ ուդելու պանչարեղենները դվի, արևը դվի, լուսինը դվի, օդը դվի, ջուրը դվի, բայց կզղջան, որ սեզի պես մարդիկ ելան այս աշխարհի վրա։ Անհնազանդ մարդիկ, անհոգ մարդիկ, Աստծո մասին չմտածող մարդիկ, Աստված չջանցող մարդիկ, մեղքերու մեջ տաբալեցան։ Երևակայե Աստված գսե,
Եդեր երկիր վրա մարդը ստեղծելուն զղջաց թուրքերեն փիշման եղավ ու սիրտին մեջ դրկմեցավ 7-րդ ամառը գսե եւ դերասավ երկիր վրայեն պիտի չնչեմ ինչ որ ստեղծեցի մարդեն մինչև անասունները սողունները երկնքի թուրքները վազից անոնք ստեղծելուս կզղջամ բայց նոյ դերոջ արջև շնորհ կդա մեկ ընտանիք մգար 8 հոգինոց որ Աստված գճանչնար եւ գբաշտեր նոյներ ինչպես Աստված վերջին օրը երբ որ հարություն արավ բիդա մերելները եւ հարություն արնել բիդա ծովուն մեջ եղողները եւ բիդի տադե ծնոտոցի մեջ Աստված տադաբարդություն մրավ աշխարհի ժողովրդին եւ տադեց եւ վճիրը դվավ եւ զղջաց ժողովուրդ ստեղծելուն եւ նայեցեք ինչպես բնաչնչեց ծնոտոց 7-րդ գլխուն 17-24 համարներն ավիդի գարտամ ու երկրի վրա 40 օր ջրհեղեղ եղավ ու ջուրերը շատցան ու դաբանը վերցուցին ու անիգա երկրեն փարստացավ բադիժը սկսավ կալու ժողովրդին վրա եւ ջուրերը զորացան ու խիստ շատցան երկրի վրա ու դաբանը ջուրերուն երեսին վրա գբդդեր եւ ջուրերը երկրին վրա խիստ շատ զորացան ու բոլոր երկնքի դակ եղող բոլոր փարսերները ծածկվեցան ինչ որ փարսերներ գար ջուրով ծածկվեցավ ջուրերը 15 կանգուն վեր փարսացան եւ լեռները ծածկեցին ու երկրի վրա շարժող ամեն մարմին թե տրճուն թե անասուն թե կազան թե երկրի վրա սողացող ամեն սողուն եւ ամեն մարդ մեռան մեկը չի մնաց աշխարհի վրա մեկը չի մնաց քիչ մտածեցի աս մասին իմ բզդիկ խելքովս որ դերը տրածողս ով դերսի տուն ատլերները ջրով ծածկեցիր ադի հասկացա բայց ատլերները ծածկելու համար անոր շրջաբադը ատլերներեն ավելի բարձր դեմը պետք է լա որ ատլերները ծածկվեցան եւ ջուրերը գեցան բզդիկ օրինակ մդամ երեխային մա գծովեզեր կացի ավազները հավաքեց բարձր ասանք լեր մտրավ ծովեզեր կնստած է Իրանեսի տուն գրնաս ասովուն ջուրով ասիկա ծածկել գրնասի այս ծովուն ջուրով ասկուրած լեր ծածկել քնած կավատ արավ ծովեն ջուր լեցուց բերավ անորքով փոսմարերեր լեցուց քնած եկավ Սա որ ասի չլար սավասի ինչպես պիտի սավաս ջուրը սավ չասնիր որ լերան գլուխը բարձր դեղը որ շիներեն Այսօր բարձր դեղը հասցնելու համար սա բոլոր ծովը պետք է բարձրացնես որսի ադիգա գրնաս ծածկե Աստված այդ բարձր լերները ծածկեց շրջաբադին ջուրով որ չափ բարձրացուց որ ծածկեց գրնա խելքը հասնի լասոր Օրինակ հետևյալն է, երբ որ Հիսուս Մովսեսի իսավ Աստված որ կավազանը երկնցուր եւ գարմիր ծովը պած Երբ որ Աստված կավազանը հրամայեց իրեն եւ ադի կավազան երկնցուց եւ ջուրերը բադի բեսկեցան եւ ջամփան բացեցավ Աստված ատլերներուն գլուխը ջուրը կոծեց բաց ուրիշ տեղ բադի բես կրնա ջուրերը գեսուց կարող է թե չանշուց կարող է կրված է Սամակի վրա եղողներն ամենքը որ ռնկունքներու մեջ կենտանության շունչ ունեին ամենքն ալ մեռան ու թոքի ազատվեցավ Ասիտերի երկրորդ Կալստիան Տադաստանյան առաջի ասի որ Աստված զղջաց մարդը ստեղծելուն կենտանի ստեղծելուն եւ բոլորը փչացուց աճրեղով իրենց անհնազանդության պատճառով ու երկրի երեսին վրա եղող ամեն էակ չնչվեցավ
Մարտեն մինչև անասունը, սողունեն մինչև երկնքի թրջունները, անոնք երկեն չնջվեցան ու միան նոյ մնաց, եւ իրեն հետ դաբանի մեջ եղողները եւ ջուրերը երկրի վրա 150 օր բարձրացած մնացին։ Աստված 150 օրվա հրաման մտավ ջուրերում, որ բարձրացած պիտի մնան։ Այսօր տուն գճանչնաս ով է այս Աստվածը, կրնաս Երևակայել երկրորդ Կալոստի եւ Տադաստանը, անոր համար գուզեմ, որ արթնանք, որ ինչպես պետք է ապրենք այս աշխարհի վրա։ Նոյին բադիժը վերջացավ, ոս ուրիշ բադիժ մնալ գա, Աստված փարգացավ նորեն։ Ծննդոց 18-րդ գլուխ 20-21 համարները, ծննդոց 18-րդ գլուխ 20-21 համարները։ Եվ դերը ըսավ, հայտնության կրկին մեջի դերը, որ Աստված որ խոսեցավ, ասենույն Աստվածին է։ Եվ դերը ըսավ, որովհետև Սոդոմի ու Գոմորի աղագը շատացավ եւ անոնց մեղքը խիստ սարացավ, մենք այսօր աշխարհի վրա ավելի քիչ մեղք ունենք, թե ոչ Աստծո համբերությունը շատացավ։ Ժամանակ մը գա, ինչպես Դունին սենյագին դակության չերմաչապը գա, որ երբ որ գելլե 70, 80, 100, գտեսնես, որ դակցավ ներսը։ Գրակ կդեղագոր ներսը 90 աշջան պարծացավ սենյակները, ուրեմն զովացուցիչ մտնենք։ Եթե 100 լայ և եթե զովացուցիչը լադոնի մեջը պոլորն ալ բիդի մարին, բիդի մերնին ատտակեն։ Եթե ուզեն թուլերով չուր խմել, նորեն բիդի մերնին սենյակի մեջ 100-120 դիգրի դակություն ընա։ Աստծո չերմաչապը պարծացավ Սոդոմ Գոմորի վրա։ Այսօր Աստծո չերմաչապը պարծացած է մեր ժողովրդի վրան, մեր երկիրներուն վրան, եւ գտեսնենք եւ ականադես կլանք։ Շատ քիչ մնաց անոր երկրորդ Կալոստի եւ Տադաստանը։ Չերմաչապը պարծացավ Եվ 21-րդ համարը գսե, հիմա բիդի չնչեմ դեսնելու, թե բոլորովին ինձի եղող աղագին բես հրին և եթե ոչ գիտնամ, բիդի չնչվին, 19-րդ գլուխ առաջին համար, այն երկու ռեշտակները իրիկվան տեմ Սոդոմ կացին, ասոնք Աբրամի հետ էին և Սոդոմ կացին։ Սոդոմ կացին ինչ ընելու, նայելու, որ Սոդոմի մեջ այդ ժողովուրդը ինչ կնե, ականադես ուզեցին լալ, թեև երկինքեն դեսավ Աստված, բայց ուզեց այդ ռեշտակները ղրգել, որպեսզի դիագություն լման առնե։ 19-րդ գլուխ 10-11 համարները, բայց ան մարդիկը ձեռքերնին երգոցուցին ուղով դդանը մեջ կովերնին արին ու թուրը կոցեցին։ Սոդոմի մարդիկը գուզեին ղով դուրս անել, բայց ռեշտակները իրեն կովն էին և ռեշտակները բռնեցին ղով և ներս արին և թուրը գայնած մարդիկը գուրությամբ զարգին, բզդիգեն միջև մեծ այնպես, որ թուրը փնդրել են հոգնեցան։ Ուրեմն Աստծո ռեշտակները դուրս եղող մարդոցը գուրծուցին, որպեսզի ղովնին դունին թուրը չգիտնան, որ ուր է։ 24-25-րդ համարը Այն ադեն Սոդոմի ու Գոմորի վրա ծծումբ ու գրակ դեղած, դերոջը գողմե երկինքեն։ Ինչ դեղած? Ծծումբ և գրակ դեղած։ Այսօր մենք միջին արևելքի մեջ ինչ կտեսնենք ում պերուն արդյունքը? Գրակ կդեղա օթին մեջ են, մե մատ երկին վրա, մե մումիս երկին վրա, մե մատ քաղաքին վրա։ Հազարներով մարդ կմերնի։ Ուր դեղեն գդեղա? Մայն մարդոց մեծ ծերքեն, որոնք Աստված ստեղծեց և անիգա անոր գղրգե, անիգա մուսին գղրգե, կաղապարի համար, աշխարի գիրաբեդության համար, իրենց կրբանին համար,
ինչ կբադահի Սոդոմին բադահած եւ այսօր այն քաղաքները ու բոլոր տաշտերը եւ այն քաղաքներուն բոլոր բնակիչները ու երկրի վրա փուստած գործընծուց մենք այսօր մեր ցերկովը կփչացնենք մենք գսելով այսինքն ես եւ տուն չէ անոնք որ ղեկավար են համացանություն չկա անի մսածս չներ մսի մսածս չներ կոդոշավոր սատանան իրարու հետ իրար ցկեր է եւ իմաստուն մեկը չկա որ գրնա ղեկավարել ինչ է ասոր արդյունքը Սոդոմ Գոմորին մեղքին պատճառով աշխարհը անդեղ կանտվեցավ այսօրվա Սոդոմ Գոմորի մեղքի եկավ երկին վրա եւ Աստված ասավ գացեք փչացուցեք իրարու ես կուքամ որ ցեզի տադանելու Escuch եղեկով սիրելիներ Հիմա պիտի գարտամ Հռոմայացիս 12-19 Սիրելիներ վրեժխնդրություն մի ունեք ձեր անձերուն համար Հաբա փարգության դեղի դվեք վասնզի քրված է վրեժխնդրությունը իմս է ես պիտի հադուցանեմ գսեդերը վրեժխնդրել մլար երբեք մի սեր որ անին արան գրավ ես իրեն կուլխը բիճախճախեմ ասանք պիտեմ ադի ադոն մասին մի խորը ադոն մասին տուն հայգա կոկորդը չի ադիա երբ որ գտեսնես որ մեկը նեղություն կդա ասոնանոր մի խառնի վեր աղոթև դերոջ շանսնի ասվածադոր գարկի գտնե Բայց չէ աշխարհի վրա գարավարտություններ կան, ղեկավարություններ կան, որ մենք պիտի ադոր որ գարկի տնենք ինչ տեսակ մարտալալ վիցներ եւ կսկսենք սպանել։ Որ չափշի դա գերազնին, հոսկրված է ինչին արդյունքն է աշխարհին մեղքի արդյունքն է։ Աստված գսե կացեք փճացուցեք դուք ցեզի ինչեւ որ ես Թադաստանի կանչեմ ցեզ բոլորը որ ով ինչրի ցեզի ցույց կտամ եւ ես պիտի թադեմ այն օրը եւ դուք պիտի հասկանաք թե ինչ հրացեք։ Ով ժողովուրդներ, ով ղեկավարներ, արթնցեք, վրեժխնդրությունը դերոջը կպատկանի եւ ոչ թե ցեզի։ Աստված է որ հադուցում պիտի այն ամենուն։ Եվ ոչ թե տուն։ Հիմա պիտի գարտամ Հովաննու կրկին 3-րդ գլխուն 36-րդ համարը։ Ապաշխարության գոչմն է ան որ որդին կհավատա հավիտենական կյանք ունի եւ ան որ որդին չի հնազանդիր անիկա կյանքը պիտի չտեսնի հաբա Աստծո փառքությունը անոր վրա պիտի ըլլա անոր որոն սիրտը Հիսուսի հերույ է եւ չի հավատար Հիսուսի Աստծո փառքությունը անոր վրա պիտի ըլլա Թուն անոր վրա հեչ մի բարգանար ոչալ գրի վրա ոչալ մարտասպանություն անե Ցկե որ Աստված իրեն վրեժխնդրությունով իրեն արդարությունով անոր տադե եւ որ ժամանակ գա եւ քեզի սե բարի եւ ավդարիմ զարաս մդիր կողորը ուրախությանը մեջ ասի Հիսուսի խոստումը Նորեն բիգարտամ Ան որ որդին կհավատա այսինքն Հիսուս Քրիստոսի կհավատա հավիտենական կյանք ունի Ժամանակավոր կյանք չունի, հավիտյանս հավիտենից կյանք ունի։ Բայց ան որ որդին չի հնազանդիր, ան որ Հիսուսի չի հնազանդիր եւ չի հավատար անոր, անիկա կյանքը պիտի չտեսնի, հաբա Աստծո փառքությունը անոր վրա պիտի ըլլա։ Քանի քաղաքներ գործանեցան Աստծո փառքությունը անոր վրա ըլլալով, Նոյի ժամանակ բոլոր աշխարհը գործանեցավ, Սոդոմ Գոմորը մդիկ չրավ գործանեցավ, քաղաքը գրագով գործանեցավ, ձուզումպի գրագով այրեցան բոլոր եւ մերան։ Մենք ունենք այսօր մեմը դիցեք շրջապատը նայեցեք բոլոր քաղաքներուն որոշումները նախագահներուն խոսքերը ժողովրդին բادرազմները այսինչ երկիր ադորետ միս երկիր ադորետ նայեցեք որ ինչ անհամ վիճակը ստեղծված է քաոսային վիճակը աշխարհի վրա ինչու համար որովհետև
Մեղքի մեջ թաղվեցան բոլորը եւ Աստված այլևս համբերությունը գատնի։ Տեմպերատուրա բարձրացավ, գրագով պիտի վարի։ Բայց Դադաստանին օրը պիտի կա։ Ինձ եւ քեզի բոլորս մեկ դադելու։ Ովևէ մեկը դուրս պիտի չի մնա Դադաստանին։ 2000 տարի առաջվա մեռնողը, 6000 տարի առաջվա մեռնողը երբեք մեկը պիտի չազատի Դադաստանին։ Հայտնություն հովամույն պիտի գարտամ եւ պիտի փակեմ 20-11-15 Մեծ ջերմակ աթոռը դեսա ջերմակ աթոռը գա ջերմակը սրբություն կխորտանշե Բոնո վրա մեկը նստած էր, ինչ որ գարտացինք, անոր երեսեն երգին պախան ու դեղ չգտնվեցավ անոնց։ Տեսա բզդիկ ու մեծ մերելներ, որոնք Աստծո առջև գայնած էին։ Բզդիկ ու մեծ մերելներ, ոս պատմությունը պիտի պատմեմ։ Բզդիկ եւ մեծ մերելներ։ Երբ որ մեկը Քիսուսի գահավադա, Հավական վրան խնդացողներ գլան։ Ամա, դու նա Հիսուսի հավատացիր, դու նա ապաշխարեցիր։ Այո, ոս նայեցեք, թե ինչ պատահեցավ այս պատմության մեջ։ Շատ տարիներ առաջ հանրազանոթ ավետարանիչը Մուդի անունով ավետարանչական ժողովներ գունենար Կոլորադո նահանգին Դենվեր քաղաքին մեջ։ Իրիգունը 10 տարեկան դղեք մուզեց երթալ ավետարանը չմդի գնելու։ Բայց ներս մտնել ուզեց թուրը գայնող ուղեգոչը, այսինքն անվոր գհրավիրեր ներս, որ ատորը ծսնե որ նստին, զինքը արկելեց սերով, որ դղեկներուն համար դեղ չգա։ Փոքրիկը շատ թուսախապ եղավ ու ետ քաշվեցավ, բայց ներս մտնելու փափակը այնքան զորավոր էր, որ հոն սպասեց ուրիշ արիտիմը։ Այդ արիտը հասած էր, երբ ուրիշ հյուրասերմը, որ պիտի ընդուներ զինքը աթոռի վրա նստեցնել, թուրը գայնեցավ առաջվանին դեղը, դղեկը երկրորդ փորձ մարավ ներս մտնելու, բայց այդ նոր հյուրընկալը Անվոր պիտի հրավիրեր ներս, նույն խոսքերը սելով զինքի հետ դարձուց։ Դղեկը ուղսախապ ցախուղած էր իրեն առաջարգին, կաշվեցավ բադին գրտնելով սկսավ թարնաբես լալ։ Ասիգատեր 10 տարեկան դղամն է, հաշի վրե, 10 տարեկան ու հոսախապության մեջ ինգավ և գուլա, այսնուն տուն գրնաս 50 տարեկան լալ հոսախապության մեջ գինաս և գուլաս, այսօր տուն 70 գրնաս լալ հոսախապության մեջ գինաս և գուլաս, 30-40 դարիք երբեք դարբերություն բիդի չն է, երբ որ հոսախապության մեջ գինաս, Անգյուն մը բիդերտաս, բիդի լաս, որ մեկը չդեսնեք եզի, որովհետև հոսախապության մեջ ես, ամեն դեսակցևով կարելի է մեկը հոսախապության մեջ մնա, թպրոցեն հոսախապության մեջ մնա, ընտանիքեն հոսախապության մեջ կմնա, նյութական չլալեն հոսախապության մեջ կինա, այսինքն աս հուսահատ վիճակը Կրեթե աշխարի վրա բոլոր մարդոց վրա են գանցնի, աս բադանին շատ հուսահատեցավ, բադինքովը կնաց և սկսավ լալ։ Քիչ ետքը բատկարելի մեկը եկեղեցի դրան մոտեցավ ներս մտնելու համար։ Ու երբ տեսավ այս դղեկը որ գուլար, քովը կնաց։ Անուշությամբ խոսեցավ իրեն ու հարցուց թե ինչու գուլար։
թունգի իշես այն օրերում, որ թունգու լայր մեկի եկավ եւ քեզի ուզեց օգնել, ինչ որ էր բարական միան թունգ գիտես։ Ես ադոր մեջ անցած եմ։ Եվ ինձ ինչպես այս անցին բես մեկը այս մանուկին կնած այն ադել իրեն բես մեկը ինձ հանդիպեցա ասված խրգեց եւ ինձ համարին բադանեգան դարիքից արցուկները սրբել երբ դղը լսեց այս բատկարելի մարդուն խոսքերը դղը ասավ ես եկա որ մուդի սված անձնավորության կարոզը մտի գնեմ որովհետև համոզված էր որ Ամերիկայի լավագույն կարոզիչն էր բայց դուրը գեցող մարդիկը զիս արկելեցին ներս մտնել է ասոր վրա այս անձանոտ մարդը դղին ասավ վերարգույիս մեկ ծայրը բռնե եւ յետևես կալե այս դղը վերարգույն ծայրեն բռնեց երկուքը սկսան միասնապ հարկալել բայց երբ դրան մոտեցան դղը վախցավ որ թերսալ պիտի մերժվեր մեկու կողմանը բայց չմերժվեցավ ապահով գերվով ներս մտան այս տեսարան ժողովրդին ուշադրությունը կրավեց եւ երկուքն ալ փեմ ելան երբ կարգ եկավ բարոն մուդի խոսելուն վերոհիշյալ դեղը ժողովրդին ներկայացուցելով այսօր բադվո հյուր մունինք մեր մեջ փոլանունով ան եկած է մեզի մտի գնելու որովհետև կհավատա որ ես Ամերիկայի լավագույն կարոզիչն եմ նայեցեք որում պենջակը բռնած է կծավին որ հյուրամեծարները զինք արկելած են ներս մտնելու, բայց ես բարեխոսությունների ու զինք հետս ներս բերի։ Այս մերժված տղեգին գուզեմ բարձրակույն հարկան կմադուցանել զինք բեմին վրա նստեցնելով ամբողջ ժողովի ընթացքի։ Մարդիկը աթոռ չկդան նստեցնել եւ չուզեցին երեխան նստեցնել, բայց ասված ատմանուկը դարավ բեմը նստեցու։ Եվ զայն գոչեց Ամերիկայի լավագույն դղեգը։ Ժողովուրդը պատասխանեց բարձրացան ամեն։ Այս դղը մեծավ ու Աստծո շնորհքով եղավ Փոլ Ռադեր, որի պրև ավետարանիչ հազարներով փրկության միջոց եղավ, քանզի բզդիկ բաներու օրը ով անարգեց։ Ասիկա Զաքարիա 4:10 գրե Թոդը վեկատմանը դողոցվորենձի կան և մի արկիլեքսանոնք, վասնզի երգնքի թակավորությունը այդպեսիներ ունե։ Սիրելի բարեկամ, ունգընթիր, հավատացյալներուն ցած աչքով մի նայիր։ Հավատացյալները մի անդեսեր։ Անոնց արցունքներուն գատելները համրված են, եթե քեզ մեկ է։ Եվ պատասխանատու պիտի լաս անոր։ Հիսուս այսօր մեզի գուկա եւ գսե եկուր պենջագես բռնե եւ ես քեզ երտնային տակավորության մեջ մտանցեմ։ Կարոզիչը 10 տարեկանը փեմանեց։ Իսկ Հիսուսի բարանոցը բռնողը երտնային տակավորության աթորին կով բերდა։ Դերը օրտնե այսօրվա էր բատկամը։ Ես մեր բադրաստ է, որ Հիսուսի կովեն կալենք, բռնենք ցերկը, հավատքով, որբեսի մեզի առաջնորդի երտնային տակավորությունը ճառանկելու։ Դեր օրտնեց ես եւ բահեց ես, մինչև հաջորդ հանդիպում։